Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Առաքելյան։ Բարև ձեզ։ Պարոն Առաքելյան, մայրաթորից անդրադարձել են Կիրակի օրը Գյումրիում տեղի ունեցած պատարագին, նախ քննադատում են վարչապետի մասնակցությամբ ամենատարբեր թեմերում այս անցկացվող պատարագները, ընդ որում պատարագ բառը ճակերտներում վերցնելով, ապա անդրադարձել են նաեւ եպիսկոպոսներին, հորդորել նրանց վերադառնալ կանոնական դաշտ, այլապես կանցնեն կոշտ միջոցների։ Նախ ինչ ասել է կոշտ միջոցներ, ինչ հասկանալ, սա արդյոք սպառնալիք է թե չէ, եւ ընդհանուր առմամբ ինչի մասին են այս հայտարարությունները։ Իհարկե կոշտ միջոցներ ասելը բոլորս հասկանում ենք, որ կարող են հերթական ապօրինի կարգավորության գործընթացները սկսվել, բայց սա իրենց համար այդքան էլ հեշտ չի լինի, քանի որ իրենք գործ ունեն արդեն բարձրաստիճան հոգեվորականների եւ թեմերի առաջնորդների հետ։ Իսկ ինչ վերաբերում է այդ քննադատությանը, տարբեր ուրեմն մարզերում եւ եկեղեցիներում վարչապետի մասնակցությունը, ապա այստեղ մենք ունենք մի հետաքրքիր իրավիճակ, երբ որ վարչապետը անում է մի բան, որը պետքա այս 26 տարիների ընթացքում Գարեգին երկրորդը աներ, այսինքն ինքը պետք է հիշեր, որ ունի տարբեր մարզերում թեմեր եւ պետքա այցելեր այդ թեմեր, գոնե տարին 1-2 անգամ այդ թեմերի որևէ եկեղեցում պատարակներ անձամբ ուրեմն տար եւ իր հավատավոր հոտին հավաքեր իր շուրջը, պահեր այդ հավատը, մեծացներ այդ հավատը, բայց իրականության մեջ մենք տեսնում ենք, որ ինքը շրջապատված է այսպես հարուստ մարդկանցով, օլիգարխներով, նախկին մեծահարուստ էլի պաշտոնյաներով եւ իր այսպես շատ գեղեցիկ կառուցված այդ կեցավայրերից ինքը ըստ էության դուրս չի գալիս եւ փաստացի Հայաստանի վարչապետը կարծեք թե մի տեսակ իր կամքից անկախ կամ ցանկանալով իր վրա է վերցրել նաև կաթողիկոսի ֆունկցիաները, ով պետք է շրջեր մարզերով, ուրեմն իրականացնել հոգևոր արարողություններ եւ դրանով հասարակությանը ժողովրդին հաղորդ դարձնել հոգևոր կյանքին։ Դրա փոխարեն իրենք այսպես նստած իրենց կաբինետներում մեղադրանքներ են հնչեցնում, բայց ի հակառակ մենք տեսնում ենք, որ վերջին այս ամիսների ընթացքում ընդհակառակը մեր երկրում ավելի շատ են սկսել խոսել գոնե հասարակության մակարդակում հոգևոր թեմաներից, պատարակներից, չգիտեմ, եւ այլն, այսինքն այս թեման ակտուալ է դարձել, ճիշտ է թեման այլ պրիզմայով է մտել հասարակություն, բայց թեման ակտուալ է դարձել։ Մարդիկ այսօր մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ հայտարարում են, որ իրենք երկար տարիներ չեն մասնակցել պատարակների, բայց հիմա գնում մասնակցում են պատարակի։ Պարոն Առաքելյան, այդ դրամաբանության մեջ հետաքրքիր դիտարկում էլ անենք, օրինակ մենք Գյումրիում տեսանք, թե հոգևորականներից մեկը, ինչպես կներեք արտահայտությանց, մաստեր կլաս ցույց տվեց եւ տեսախցիկների առաջ նախ չխոշեց, նզովեց, այսպես քաղաքացուն ինչ ասաց, որ հոգևոր խոսքից շատ հեռու էր, ապա նաև շատ այսպես ծանր տարավ կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու մասին այս հարցը եւ լրագրողին էր արդեն ինքը հարցաքննում, թե իսկ դուք օրինակ էլի ներողություն եմ խնդրում իր բառերով ասած լևի չեք գնում, այսինքն սա կարող է խոսել այն մասին, որ հոգևոր առումով ճգնաժամ կա հոգևոր խոսքի եւ որոշ հոգևորականներից այդ սպասումը, որ պիտի լսեն հոգևոր խոսք, հակառակը լսում ենք հայհոյանք երբեմն սպառնալիք, երբեմն նզով, սա նորմալ է։ Սա ոչ միայն նորմալ չի, սա ողբերգություն է ինչ-որ առումով, այն բառապաշարը, այն բառամթերքը, տեսեք, լրագրողը պարզ հարց է հնչեցնում, սա հանրության այսօր հետաքրքրող թիվ 1 հարցն է, արդյոք Գարեգին Բ-ն ամուսնացած է կամ արդյոք Գարեգին Բ-ն ունի զավակ։ Սա թիվ 1 հարցն է, որից խուսափում է եւ Գարեգին Բ-ն եւ նրա շրջապատը եւ այն մարդկանց ում այդ հարցը ուղղում են, իրենք այսպես ցայտնոտի մեջ են հայտնվում եւ սկսում են, չգիտեմ ինչեր խոսել, իսկ բառապաշարի հետ կապված սա ցույց է տալիս այն հոգեվորականի չափանիշը, ճակերտավոր հոգեվորականի չափանիշը, որը կերտվել է Գարեգին Բ-ի կառավարման ժամանակահատվածում։ Ինչ է նշանակում դուք լևի գնացել եք, սա մի ուրեմն մտայնություն, սա պատահական չի ասված, քանի որ մենք կարծեք թե հասկանում ենք, որ իրենց շրջապատում, հա Գարեգին Բ-ի ու իր նեղ շրջապատում այդ լևի գնալը կարծեք թե նորմալ երևույթ է, կամ լրագրողին ասում է լավ դու ամուսնացած չես, ուրեմն այն բանից ես, նկատի ունի երևի համասեռամոլ է կամ ուղիղ ասում է իսկ տղայի հետ է չես դավաճանել, այսինքն այս պիղծ եւ նույնիսկ աշխարհիկ մարդուն ոչ հարիր
ուրեմն արտահայտությունները ուղղակի սարսափեցնում են եւ եթե շարժվենք այդ տրամաբանությամբ, նրանք ովքեր ամուսնացած չեն, ուրեմն իր բառապաշարով ասած այն բանից են, հետեւաբար արդյոք նշանակում է որ եթե իրենք համարում են որ Գարեգինը ամուսնացած չէ, ուրեմն այդ բանից է։ Հետեւաբար ինքը պետք է պատասխանի արդեն հետեւյալ հարցին։ Հիմա Գարեգինը ամուսնացած է, զավակներ ունի, թե ասենք իր ձևակերպմամբ այդ բանից է։ Սա իրականության մեջ եւ ողբերգական է եւ կրկնեմ նույնիսկ աշխարհիկ նորմալ ուրեմն կուլտուրա ունեցող մարդը իրեն թույլ չի տա նման բառապաշարով արտահայտվել էնել կամերաների առաջ եւ ահա սրա մասին ենք խոսում որ ասում ենք նաեւ եկեղեցին պետքա բարեփոխվի եւ եկեղեցին պետքա ազատվի շատ բացասական ուրեմն երևույթներից ու անձանցից իդեմս նման հոգեորականների Պարոն Առաքելյան, օրերս Մարսելից վերադառնալիս Գարեգին բն հայացքով այսպես փնտրում էր ժողովրդին եւ առաջին հարցերից մեկն էլ դա էր, թե ուր է ժողովուրդը եւ այս հարցը, այդ իրավիճակը, որ ստեղծվել էր կաթողիկոսի համար ցուցիչ չէ, որ այդ անջրպետը կա իր եւ ժողովրդի միջեւ եւ սա նաեւ ցուցիչ չէ, որ այո ինքը պիտի հեռանա։ Այսինքն ել ինչ պետք է լինի, որ Գարեգին բն հասկանա, որ պիտի գնա հանգստի, այն դեպքում, որ հոտն էլ արդեն ըստ էության, եթե կարելի է այսպես ձևակերպել, թիկունքով է շրջվել իրեն։ Տեսեք, դա շատ հետաքրքիր սիմվոլիկ իրավիճակ էր։ Ինձ թվում է Գարեգին բեին ասել էին, որ ժողովուրդը մեծ մասսայով եկել է եւ իրեն դիմավորում է, բայց երբ որ ինքը դուրս է գալիս օդանավակայանից, տեսնում է մշտական դեմքերին, ովքեր միշտ իրեն շրջապատել են, երևի 100, 200 կամ 300 հոգի, ու մտածում է, որ դեռ պետքա հանդիպի ժողովրդին, բայց այդպես է ժողովրդին չի հանդիպում, ու դրանում ամենամեծ մեղքը ունի հենց Գարեգին երկրորդը, քանի որ իր 26 տարիների ընթացքում ինքը իրենից վանել է ժողովրդին, 26 տարիների ընթացքում ինքը մեջքով է կանգնած եղել ժողովրդին եւ հիմա ժողովուրդն է իրեն մեջքով կանգնած եւ այո ցանկացած բան հենց ժողովրդի համար է, հասարակության համար է, պետությունն էլ, կրոնն էլ, եկեղեցին էլ եւ եթե ժողովուրդը այլևս իշխանությունն էլ լինի աշխարհիկ թե հոգեվոր եւ եթե իշխանությունը Եվ եթե ժողովուրդը այսօր այլևս այդ հոգևոր իշխանության կողքին չի կամ հոգևոր առաջնորդը պատտվում է եւ իր յետևում տեսնում է չի տեսնում ժողովրդին, ապա ես կարծում եմ, որ ժամանակն է հեռանալու, քանի որ ինքը այլևս այդ լեգիտիմությունը չունի, մեծ առումով նաև հաշվի առնելով նա, որ մենք գիտենք, թե ինչպիսի կասկածելի պայմաններում է նաև տեղի ունեցել Գարեգին երկրորդի ընտրությունը։ Հետևաբար, այս ամենը հաշվի առնելով, որ այսօր ոչ միայն հանրության կողմից է ինքը ապա լեգիտիմ, այլ նաև արդեն process-ը գնացել է եւ արդեն մենք տեսնում ենք, որ բարձրաստիճան հոգեվորականներ այդ ներսից արդեն բարձրաձայնում են Գարեգին բեի հեռանալու մասին։ Սա խոսում է այն մասին, որ այո, Գարեգին երկրորդը պետք է հեռանա, այո, հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետք է բարեփոխվի, պետք է տեղի ունենան խորքային բարեփոխումներ եւ որի արդյունքում մեր եկեղեցին կունենա կամ կվերագտնի այն հեղինակությունը, ինչը երբևէ ունեցել է։ Պարոն Առաքելյան, որքան էլ այդ պահանջը կա եւ կարծես թե բոլոր նախադրյալները ստեղծվել են, բայց մենք հակառակն ենք տեսնում, որ ամեն դեպքում Գարեգին բն չի շտապում հեռանալ եւ նաեւ հակառակ պնդումները կան, որ կաթողիկոսը սպասելու է մինչև 2026 թվականի ընտրություններ, որպեսզի ընտրությունների արդյունքներով պայմանավորված նոր հասկանա ինքը գնալու է թե մնալու է։ Դուք այս պնդումը արդյոք տեղին համարում եք թե չէ, եւ նաեւ Արամ կաթողիկոսի հայտարարություններն ենք մենք լսում Լիբանանից, որոնք կրկին այն մասին են, որ իշխանությունները իրավունք չունեն հարձակվել եկեղեցու վրա, խառնվել եկեղեցու գործերին, Արշակ Խաչատրյանի ձերբակալության հետ կարծես թե անհամաձայն է Արամ կաթողիկոսը Գարեգին բն ինչ սկզբունքներով են առաջնորդվում, երբ փորձում են Արշակ Խաչատրյանի այսպես մարդիկ մեծ առումով առաջնորդվում են անձնական նեղ սկզբունքներով եւ այսպեսի մի բան ասեմ, այո, իհարկե այն ինչ որ մենք տեսել ենք դա տհաճ երևույթ է, բայց միգուցե այս մարդիկ էլ մութ պատմություններ ունեն եւ դատապարտելով Արշակ Խաչատրյանին, միգուցե իրենք մտածում են, որ մի օր էլ իրենց մասին ինչ որ տեղեկություններ կհայտնվեն, որոնք միգուցե չեն տարբերվի նման ուրեմն իրավիճակներից եւ հետեւաբար կարծեք թե
այս մարդիկ մեկը մյուսին այսպես աջակցելով փորձում է առաջ գնալ, բայց ես կարծում եմ, որ հասարակությանը ամեն ինչ պարզ է եւ որքան էլ անտիլիասից կամ որքան էլ չգիտեմ որտեղից նման կոչեր հնչեն, միևնույն է, ես կարծում եմ գնացքը գնացել է, իհարկե ես էլ որոշակի համոզմունք ունեմ, որ Գարեգին բն այնուամենայնիվ դեռ չի հեռանալու եւ ամեն կերպ կարճած է մնալու այդ աթոռից, բայց եթե նույնիսկ ինքը կսպասի 2026 թվականի ընտրություններին, ապա այստեղ էլ պետք է նշեմ իրեն եւ իրեն աջակցող քաղաքական ուժերին մեծ հիասթափություններ են սպասում եւ լավ կլինի, որ Գարեգին բն չսպասի 26 թվականի ընտրություններին եւ նորմալ ճանապարհով վայր դնի այդ պաշտոնը եւ հեռանա տեղը զիջելով այն մարդկանց, ովքեր կգան եւ կզբաղվեն նախ եւ առաջ եկեղեցու բարեփոխումներով։ Դուք ասում եք, որ հիասթափվելու եմ, բայց ես չեմ կարող չմեջբերել Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները, գիտեմ, որ լավագույն բանը չէ Քոչարյանին մեկնաբանելու, բայց կրկին հանդիպել է իր աջակիցների հետ, այսպես ասած, եւ ասում է, եթե ներ չկան, ԿՊ-ն պետք է չընտրվի, եւ ես պլան B չունեմ, եթե ճիշտ աշխատենք 2026 թվականին ինքը ընտրվելու է, այլ շանսեր չկա։ Հիմա միգուցե հենց նույն մտայնությունն ունի նաեւ Գարեգին, բան, այսինքն կիսում է Քոչարյանի այս տեսակետը, որ ԿՊ-ն շանսեր չունի։ Տեսեք, նույն բանը, գրեթե նույն բանը Քոչարյանը ասում էր 21 թվականին, որ մինչև քո կմաշեն, չգիտեմ, այսքան տոկոս են հավաքելու եւ այլն։ Չգիտեմ ինքը ինչ պլաններ ունի, պլան A, պլան B, պլան G, բայց մեր ժողովրդի մոտ կա, մեր ժողովուրդը նույնպես ունի պլաններ եւ համար առաջին պլանը թույլ չտալ, որպեսզի նրանք իշխանության գան, մարդիկ, ովքեր այդ 20 տարիների ընթացքում ըստ էության կեղեքել են պետականությունը եւ ժողովրդին եւ մեր ժողովուրդը որքան էլ փորձում են ժողովրդի այսպես ասենք կարճ հիշողության վրա խաղալ, այնուամենայնիվ անհրաժեշտ պահին ժողովուրդը ցույց է տվել, որ ինքը ոչինչ չի մոռացել եւ այո, մեր ժողովուրդը իր պլաններն ունի եւ այդ պլանները չեն համընկնում Ռոբերտ Քոչարյանի պլանների հետ։ Եթե մեկնաբանեմ իր բառերով, Ռոբերտ Քոչարյանն ասում է, Նիկոլ Փաշինյանը չունի ռեսուրս, որպեսզի ժողովրդին մոբիլիզացնի եւ գրոհի մայրաթոռին դեմ։ Նախ այս գրոհի մասին իրենք գիտեք, ընդդիմությունը միշտ որպես դա գրոհ է ներկայացնում, բայց այս խոսակցությունները շատ հաճախ են դարձել, իրենք ասում են, բա երբ է լինելու այդ հավաքը, բա ինչու չի կայանում այդ հավաքը։ Ի վերջո, ինչի են սպասում, ինչ ակնկալիքներ ունեն այդ հավաքի հետ կապված, պարոն Առաքելյան, եւ դուք կարող եք կանխատեսել, թե երբ է լինելու։ Տեսեք, գրոհայինի տրամաբանությունը հենց Ռոբերտ Քոչարյանին է։ Ըստ էության Ռոբերտ Քոչարյանն է գրոհայինը, ով 98 թվականին գրոհել է Հայաստանի Հանրապետության ուրեմն նախագահի ինստիտուտի վրա, ով 2003 թվականի ընտրություններից հետո գրոհել է մասաների վրա, ով 99 թվականին թողել է, որպեսզի տերորիստները գրոհեն ազգային ժողովի վրա, ով 2008 թվականին իր իշխանությամբ գրոհել է մարտի 1-ի ցուցարարների վրա ու այսպես շարունակ։ Ռոբերտ Քոչարյանը իր քաղաքական պատմությամբ ըստ էության Հայաստանի պետականության վրա գրոհող գրոհային է, որը այսօր մյուսներին է ուրեմն մեղադրում գրոհային լինելու մեջ։ Իսկ ինչ վերաբերում է ուրեմն ընտրություններին եւ իր կողմից ձայներ հավաքելուն, ապա գիտեք, մարդը երևի կտրված է իրականությունից, մարդը ունի ռեսուրսներ, ինչ որ դահլիճներում մարդկանց է հավաքում, անունը դնում է իր կողմնակիցների կամ թեկուզ հենց այդ դահլիճում հավաքված 100-200 հոգին իր կողմնակիցներն են ու սկսում է ինքնագովեստի ու ինքնա չգիտեմ ինչի երեկոներ կազմակերպել, գուցե ինքնաարտահայտվելու կամ ինքնադրսևորելու այս մարդը էլի ինչ որ բաներ ունի, բայց կրկնեմ, այս մարդիկ 20 տարի ժամանակ են ունեցել, որպեսզի ապացուցեն, որ իրենք այն կառավարիչներն են, ովքեր եկել են ու Հայաստանը դարձնում են հարուստ, բարգավաճ, պաշտպանված, զարգացող երկիր, բայց իրենք եկել են ու ապացուցել են, որ հարուստ եւ բարգավաճ եւ զարգացող, հա, ֆինանսների առումով նկատի ունեմ, դարձել են իրենք եւ իրենց ընտանիքները եւ իրենց շրջապատը։ Եվ հիմա այս մարդիկ ոնց են կանգնում ու ժողովրդի անունից խոսում եւ ռեսուրսներից խոսում։ Եթե ռեսուրսներից ես խոսում, դուրս արի այդ քո այդ, չգիտեմ,
թանկարժեք հյուրանոցային դահլիճներից եւ գնա մտի ժողովրդի մոտ, ասա դա այդքան հաճելի բան չէ։ Այո, ես գիտեմ, որ ինքը նույնիսկ այդ առումով հայտարարել է, որ ժողովրդի մոտ գնալ եւ քաղաքացիների հետ խոսելը այդքան էլ հաճելի բան չէ։ Ու այսօր այդ մարդը կանգնել է ցանկանում է ստանա այդ քաղաքացիների քվեն, որոնց հետ հանդիպել է եւ զրուցել է, իր համար այդքան էլ հաճելի զբաղմունք չէ։ Իսկ միգուցե Ռուսաստանից նաև որոշակի այսպես հույսեր ունի Ռուսաստանի հետ է հույսերը կապված կամ այդ ակնկալիքները կան, որ նման հայտարարություններ է անում ամպագորգոր, որ այլ տարբերակ չկա ԿՊ-ին ջախջախիչ հաղթանակ է տանելու ԿՊ-ի հանդեպ։ Ռուսաստանի վրա տեսեք ժամանակները փոխվել են եւ եթե նախկինում իրենք իշխանության էին գալիս այո Ռուսաստանի աջակցությամբ, Ռուսաստանի դաբրոներով եւ այստեղ ինչ ուզես անում էին, հիմա փոխվել է ժամանակները։ Հիմա ոչ թե դաբրո է տալիս Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկան, Գերմանիան, այլ այդ դաբրոն, հա, իրենց բառերով ասած, տալիս է մեր ժողովուրդը իր քվեարկության ժամանակ ու այս մարդկանց տրագեդիան մշտապես կայացել է նրանում, որ իրենք ամեն ինչ հաշվարկել են, դրսի դաբրոներ, չգիտեմ, ֆինանսներ, տեղեկատվական ռեսուրսներ եւ այլն, բայց այդպես էլ չեն հաշվել ժողովրդի գործոնը ու հերթական անգամ իրենք, չգիտեմ, ինչ դաբրոներով, ինչ հովերով կգան կմտնեն ընտրական գործընթացներին եւ 26 թվականին կհասկանան, որ միակ դաբրոն կամ միակ սուբյեկտը, որի մոտ պետքա գնային դաբրո ստանալու, դա ժողովուրդն է, ժողովուրդը իր դաբրոն տալու է այն քաղաքական ուժին կամ ուժերին, որոնց վստահում է եւ որոնց հետ կապում է Հայաստանի որպես պետության հետագա զարգացման հեռանկարները։ Մենք կարող ենք այդ տեսակետին գալ, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գարեգին Բ-ն այդ առումով շատ նման են, երկուսն էլ կտրված են ժողովրդից, բայց փորձում են ժողովրդի անունից հայտարարություններ անել։ Իհարկե, այդ ժողովրդի անունից հայտարարություններ անելն էլ այս վերջերս իրենք կարծիքները իրենց համար մոդայիկ է դարձել, քանի որ ազգային արժեքներից են նաև խոսում պարբերաբար։ Իրենք տեսեք նախկինում ինչու են անտեսում ժողովրդի հետ կարծիքը կամ ժողովրդի անունից խոսելը, քանի որ իրենք համոզված են, որ իրենք ստեղծել են այնպիսի իրավիճակ, երբ որ ժողովուրդը չի որոշում կայացնում եւ իրենք թքած ունեին ժողովրդի կարծիքի վրա եւ հետեւաբար ցանկություններ չունեին ժողովրդի անունից խոսելու, քանի որ իրենց ասած կոնկրետ կենտրոններից իրենց իշխանությունը ապահովված էր։ Հիմա դրա համար իրենք ճիշտ է դիսկոմֆորտ են ապրում, որ ժողովրդի անունից խոսեն կամ ժողովրդի հետ գնան երկխոսեն, եթե կարողանում են, դիսկոմֆորտ են զգում, բայց ուզեն չուզեն գոնե ձևական առումով ժողովրդի անունը տալիս են։ Նաև ակտիվ են այդ առումով, պարբերաբար փորձում են ասուլիսներ հրավիրել, հարցազրույցներ տալ։ Տեսեք, այս առումով ես մի փոքր ավելի իրենց ներսի մրցակցություն եմ տեսնում, քան իշխանության հետ մրցակցություն։ Մենք գիտենք, որ այսօր ինչ որ բևեռներ են ձևավորում այդ դաշտում, Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Սերժ Սարգսյան, էլի մի քանի մանր մուներ դաշնակցություն, էլի ու տենց մի քանի մանր մուներ ուժեր ու անհատներ կան։ Ես կարծում եմ, որ այդ պարբերաբար նաև հարցազրույցները կախված է այդ ներսում տեղի ունեցող այդ այսպես կոչված ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող մրցակցային գործընթացներից եւ քանի որ Ռոբերտ Քոչարյանը ուզում է այդ դաշտի լիդերի կոչմանը հավակնել, դրա համար ինքը կարծեք թե շաբաթը մեկ հարցազրույցներ եւ ասուլիսներ է տալիս, բայց դրանից էությունը չի փոխում, դրանից Ռոբերտ Քոչարյանը չի փոխում, դրանից Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները, ժամանակները չեն փոխում։ Տեսեք, այ ասում են ինչի պետքա ժողովուրդը ընտրի կամ չընտրի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Ես մշտապես մի օրինակ եմ բերում։ Ուրեմն երբ խոսում ենք օրինակ Արցախի մեր հայրենակիցների տեղահանումից, գիտենք 120,000 հայ բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն, բայց մի հատ sense թիվել կա էլի, որ կարծեք թե ուշադրության չենք արժանացնում, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունը լքել է 5 միլիոնից ավել մարդ։ Այսինքն, եթե նույնիսկ վերցնենք երիտ թուրքերին, երիտ թուրքերը կոտորել են 1.5 միլիոն մարդ, երիտ թուրքերից հետո Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին հայրենազրկվել է 5 միլիոն հայ իր երկրից ստեղծված պայմաններով պայմանավորված թողել եւ հեռացել ուրեմն անդառնալի։ Իրենց բառերով ասած խաղաղության պայմաններում։ Իրենց բառերով ասած խաղաղության պայմաններում, որտեղ է խաղաղության պայմաններում եւ, չգիտեմ, զարգացման պայմաններում երկրի բնակչության, չգիտեմ, զգալի տոկոսը թողնում եւ հեռանում։ Հետևաբար, երբ որ խոսում են էլի ժողովրդի անունից կամ
ցանկանում են գնալ ժողովրդի մոտ, ես իսկապես շատ կցանկանամ, որ Ռոբերտ Քոչարյանը դուրս գա փողոց եւ գնա այտենց ընտրարշավներ կազմակերպի եւ այցելի տեսնի ժողովրդին, հանդիպի եւ զրուցի եւ ինքը կհասկանա շատ կարճ ժամանակահատվածում, որ ինքը շանս չունի։ Պարոն Առաքելյան, եւս երկու դիտարկումների անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի, նախ գույք պարտքի դիմաց այդ գործարքին է անդրադարձել, գիտեք, որ նախկինում էլ ինքը դա համարել է փայլուն գործարք, եւ նաեւ ասում է, որ ախր այդ գործարանները, որ տվել են Ռուսաստանին, անպետք գործարաններ են եղել, շարքից դուրս եկած, ոչ աշխատունակ, այսպես ասեմ, եւ նաեւ Քիվեստին բնականաբար անդրադարձ է արել, ասել է, որ Քիվեստը վերջնարդյունքում պետք է Ղարաբաղի եւ Ղարաբաղի միացում լիներ Հայաստանին։ Գիտեք, արդեն բանակցային փաստաթղթերը հրապարակվել են եւ Հայաստան Դաշինքի միակ պահանջն այն է, թե Քիվեստի մասով այդ բանակցային փաթեթը բացակայում է, ինչին վարչապետն էլ է արձագանքել, բայց եթե անդրադառնանք նույն գույք պարտքի դիմաց փայլուն գործարքին իրենց բարերով ասած եւ Քիվեստին, ի վերջո ինչ էին դրանք եւ ինչու են փորձում հիմա պարբերաբար մաքրագրել եւ անդրադառնալ այդ կետերին։ Նախ եթե այդ գործարանները անպետք էին, իր խնդիրներ որպես նախագահ գար եւ այդ գործարանները վերականգնել եւ դարձնել պետքական գործարան եւ հաջորդը ես կարծում եմ ոչ թե կարծում եմ այլ հենց իրենց իշխանության գինը Հայաստանի Հանրապետությունը որպես գույք դարձնելն է եւ որևէ երրորդ երկրի նվիրաբերելն է կոպեկներով ինչը որ այդ տարիների ընթացքում արել են ինչը որ պատրաստվում են անել եթե իրենք գան իշխանության իսկ ինչ վերաբերում է Քիվեստին կամ ընդհանրապես Մեղրու թեմային ուրեմն ես սա համարում եմ հանցագործություն Հայաստանի պետականության դեմ նույնիսկ Մեղրու թեման շոշափելու Մեղրին փոխանակելու կամ Մեղրիով սուվերեն տարածք որևէ երկրին տալու եւ մեր ուրեմն ելքը դեպի Իրան եւ Պարսից ծոց սահմանափակելու կամ գրեթե զրոյացնելու սա հանցագործություն է պետության դեմ այն քաղաքական գործիչը այն նախագահը այն քաղաքական թիմը որը շրջանառության մեջ է դրել կամ որը թույլատրելի է համարել Հայաստանի Հանրապետության այդ կարևոր հատվածը դնել խաղասեղանի սարքել խաղադրույք եւ դրա վրա ինչ որ քաղաքական հերանեկարներ կառուցել այդ մարտիկ իմ համար հանցագործությանը հավասար գործողություն են կատարել իրենց բառերով իրենք հերոսներ են իհարկե, բայց ամեն դեպքում պարոն Առաքելյան, այս փաստաթղթերը, որոնք հրապարակվել են, այդտեղ կան նաև դրվագներ, որոնք պիտի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում հայտնվեն, դուք էլ նշեցիք Մեղրիի մասով, կան դրվագներ, որոնց համար պիտի նաև դերակատարները, այսպես ասած, պատասխանատվության կանչվեն։ Տեսեք, ընդհանրապես այդ ամբողջ բանակցային գործընթացը դա մի հատ այսպես երկու զուգահեռ իրականությամբ ընթացող գործընթաց է տեղի ունեցել առաջինը դա այդ կուլիսների ետևում տեղի ունեցած դառը իրականությունը մեր համար երկրորդը մեր համար ստեղծված ասենք կիլդի մուլտիկները բանի Ադրբեջանի մասին եւ այլն կամ այդ նույն հերոսանալու այդ հերոսական պահվածքը իրենց կողմից իսկ կուլիսների հետևում Մեղրին փոխանակելու կամ այդ տարածքով Ադրբեջանին ու Թուրքիային կապուղի սուվերեն կապուղիներ տրամադրելու այդ քննարկումները սա իրականությունը եւ մեծ առումով ես կարծում եմ որ այո կան դրվագներ միգուցե որ պետքա իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեն ու մեծ առումով այդ 20 տարիների ընթացքում այնքան շատ դրվագներ կան որ պետքա մեր իրավապահ մարմինները ուշադրություն դարձնեն եւ դարձնեն որպեսզի այսօր Ռոբերտ Քոչարյանները եւ մյուսները այսպես ժողովրդական լեզվով ասած այդքան արխային չընկնեին ու այսօր էլի չհավաքնեին Հայաստանում իշխանություն վերցնելու իսկ իրենց տեսանկյունից ես կարծում եմ իրենք երբևէ Հայաստանում իշխանություն չեն կարողացել վերցնել եւ չեն կարողանալու վերցնեն իրենց միակ հնարավորությունը իշխանությունը բռնազավթելն է հերթական անգամ որը ես կարծում եմ թույլ չենք տա Բայց ամեն դեպքում տեսնում եք, որ բոլոր փորձերը ձախողելուց հետո իրենք հիմա հույսը կապում են արդար ժողովրդավար ընտրությունների հետ։ Դե գիտեք, սա շատ կարևոր հոգեբանական մի երևույթ է, երբ որ իրենք հավատում են այդ ընտրություններին, ժողովրդավարական ընտրություններին, այ եթե իրենց ժամանակներում ապրեինք, եթե խոսեինք այն նման բառապաշարով, որ կգանք, չգիտեմ, մեր պլան սա է, որ իշխանությանը հեռացնելու ենք ընտրությունների միջոցով, դա պարզապես ծիծաղելի կլիներ։ Սա էլ է այս իշխանության բերած
բարիք է, երբ որ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը հավատում է Նիկոլ Փաշինյանի ստեղծած համակարգի արդարությանը եւ ժողովրդավարությանը, որ ինքը ընտրությունների միջոցով կարող է գալ եւ իշխանություն վերցնել նույնիսկ Նիկոլ Փաշինյանից։ Պարոն Առաքելյան, կուզենամ անդրադառնանք նաև Ջեհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ ակնկալում են առաջիկայում Բաքվում հյուրընկալել 3+3 ձևաչափով հանդիպումներ եւ քանի որ ի սկզբանե ասում է հայկական կողմը կարող էր սրան որոշակիորեն խոչընդոտել եւ կամ մերժել, հիմա արդեն այդ պատնեշը չկա, հանգիստ կարող են նաև հայ գործընկերները միանալ եւ գալ։ Նախ ընդհանուր առմամբ, եթե Բայրամովի հայտարարությունից կտրվենք 3+3 ձևաչափը, ում է պետք, ինչու եւ ինչու է բարբերաբար դրա մասին հիշատակվում Բաքվի կողմից, դրա մասին խոսում է նաև իրանական կողմը։ 3+3 ձևաչափը ինքը ըստ էության Ադրբեջանից եւ Թուրքիայից գոնե ֆորմալ առումով եկած ինչ որ նախաձեռնություն է, բայց դրա կարևոր ջատագովը նաև Ռուսաստանն է։ Իհարկե Իրանն էլ է ցանկանում, որ այդ ֆորմատը լինի, դա տարածաշրջանային ձևաչափ է, ընդ որում կիսատ ձևաչափ, մենք գիտենք, որ Վրաստանը մինչև հիմա չի մասնակցել այդ ձևաչափին եւ չգիտես ինչու ֆորմատը կոչվում է 3+3, երբ որ Վրաստանը որևէ անգամ չի մասնակցել այդ ձևաչափին։ Այնուամենայնիվ, եթե որոշում կկայացվի, որ չգիտեմ, ինչ մակարդակի հանդիպումը տեղի ունենալու, ղեկավարների թե ուրեմն արտգործնախարարների թե այլ պաշտոնյաների մակարդակով, դա նաև կախված է թե ինչ ձևաչափով է, ես չեմ կարծում, որ եթե ղեկավարների մակարդակով լինի, Հայաստանի վարչապետը կգնա Բաքու, իսկ միգուցե արտգործնախարարների ես չեմ կարող ասել, բայց տրամաբանորեն, եթե մենք գնում ենք այսօր, մենք գիտենք, որ քաղաքասարակության ներկայացուցիչները փոխադարձ այցեր են կատարել, եթե, չգիտեմ, կլինեն արտգործնախարարների միգուցե մակարդակով հանդիպումներ, ինչու ոչ, միգուցե մտածել մասնակցության մասին, քանի որ եթե կրկնեմ մենք շարժվում ենք խաղաղության տրամաբանության մեջ, ապա պետքա նման համարձակ քայլեր մի օր արվեն եւ միգուցե դա այդ օրն է, որ պետքա որոշել եւ գնալ Բաքու կամ Բաքվից որոշեն գան Հայաստան, առավել եւս մենք գիտենք, որ այսօր նաեւ որոշակի ապրանքներ են Ադրբեջանի տարածքում տեղափոխվել եւ առաջիկայում ոնց հասկանում եմ էլի կտեղափոխվեն Հայաստան արդեն ադրբեջանական ծագման ապրանք, տվյալ դեպքում նավթամթերք։ Վրաստանի միջոցով եւ այստեղ կրկին ընդդիմությունը մեղադրում է, որ կախման մեջ են գցում Ադրբեջանից։ Այսինքն այս իրողությունը, այս շփումները Երևան-Բաքու, այս իրողությունները արդյոք դրական են, թե չէ, եւ նաեւ որ կարող է առևտուր սկսվել ուղիղ Ադրբեջանի հետ։ Ոչ միայն կարող է, այլ պետք է, որովհետեւ կախվածությունը այն պարագայում է, երբ որ մենք գրեթե մեկ տեղից ենք այդ ապրանքները ձեռք բերում Ռուսաստանից կամ պայմանական որևէ երկրից, եթե մենք միայն մի երկրից ենք որևէ ապրանք ձեռք բերում, կապ չունի ինչ ապրանք, մենք այդ դեպքում ենք կախվածության մեջ, բայց եթե մենք նույն ապրանքից տարբեր երկրներ, այսինքն սա այնքան պարզ պրիմիտիվ տրամաբանություն է, նույն ապրանքից էլի տարբեր երկրներից բերելու հնարավորություն է, այսինքն մրցակցությունը բերելու է նաև եւ որակի եւ գնի անկում եւ նաեւ անվտանգության որոշակի բարձիկներ, որ օրինակ մի տեղից բերվող այդ ապրանքը, եթե հնարավորությունները փակվեն, ապա մյուս տեղերից դու կկարողանաս ապահովել քո կարիքները եւ հետեւաբար տեսեք այդ ընդդիմության կոչվածի համար հետաքրքիր է, որ Հայաստանը կախված լինի մեկ այդ իրենց ցանկալի կետից, քանի որ երբ որ Հայաստանը շրջափակման մեջ է եղել, երբ որ Հայաստանը ուրեմն ունեցել է այդ մեկ հնարավորությունը, դա իրենց համար երաշխավորել է իշխանություն եւ բիզնես լուրջ հնարավորություն, քանի որ դրա դիմաց իրանք պահել են իշխանությունը, դրա դիմաց իրենք իրականացրել են մեծ բիզնես պրոյեկտներ, անձնական բիզնես պրոյեկտներ, որի արդյունքում իրենք հարստացել են։ Դրա համար իրենք Հայաստանի շրջափակումից դուրս գալը, Հայաստանի հարստացումը, Հայաստանի հարուստ եւ զարգացող պետություն դառնալը ուղիղ ուրեմն համեմատական չի կամ ընդդիմության մեջ է իրենց ուրեմն անձնական բարեկեցության, իշխանության եւ
չգիտեմ, հերանեկարներին, քանի որ կրկնեմ, այդ շրջափակման արդյունքում իրենք կարողացել են հարստանալ եւ պահել իշխանությունը։ Հիմա այդ հնարավորությունները կամ այդ գործիքները կամ վերջին գործիքները իրենց համար ոչնչացվում են եւ դա թերևս երևի ամենացավալին է իրենց համար։ Եվ պարոն Արաքելյան, կարևոր են ուղիղ շփումները թե Բաքվի թե Անկարայի հետ, որովհետև այստեղ էլ գիտեք, ընդդիմությունը տևական ժամանակ է հաշտ չէ այս իրողության հետ, անգամ ասում են, որ շատ կարևոր է միջնորդների դերը այս երկրների, այս կենտրոնների հետ խոսելիս, որովհետև օրինակ, ինչպես կարելի է գնալ Բաքվի հետ ուղիղ երկխոսել այդ իրենց տրամաբանությամբ։ Դա այնպես ինչպես այս վերջին տարիների ընթացքում իրականացվում է եւ ավելին ասեմ, շատ հետաքրքիր մեզ համար արդյունքներ են արձանագրվում։ Տեսեք, միջնորդները ես չեմ հասկանում այդ տրամաբանությունը, էլի, եթե դու պետություն ես, ունես քո, չգիտեմ, ինստիտուտները, ունես քո ղեկավարները, ապա միջնորդի կարիքը ո՞րն է։ Միջնորդ անհրաժեշտ է այն ժամանակ, երբ որ օրինակ երկու կողմերը գրեթե չունեն հարաբերություններ կամ շատ լուրջ կոնֆլիկտների մեջ են եւ փորձում են բերել եւ նստեցնել մեկ սեղանի շուրջ, որից հետո նույնիսկ լինում են դեպքեր, երբ որ միջնորդները թողում հեռանում են, այդ մարդիկ սկսում են իրար հետ բանակցել, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ նույնիսկ առևտրի մեջ, երբ որ դու ուզում ես մի հատ ապրանք գնես, դիմում ես միջնորդին, այդ միջնորդը իր ապրանքի համար միջնորդավճար է ավելացնում այդ ապրանքի գնի վրա եւ դու շատ ավելի թանկ ես վճարում այդ ապրանքը, եթե դու ուղիղ կապտնվես այդ ապրանքը արտադրող գործարանի կամ մարդկանց հետ։ Քաղաքականության մեջ էլ է այդպես, եթե հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական հարաբերությունների մեջ կա օրինակ դիցուկ միջնորդ իդեմս Ռուսաստանի, ապա այդ հարաբերությունները կարգավորելու համար մենք շատ ավելի թանկ գին ենք վճարելու, քանի որ մենք վճարելու ենք նաև Ռուսաստանի միջնորդական ծառայության վճարը, իսկ դա քաղաքական գին է մեր պետության համար։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Էդգար Արաքելյանի հետ, կհանդիպենք։